Զինծառայության բովանդակության մեջ մենք այսօր սերժանտական համակարգան ներդրում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ։ Եվ սա շատ երկար եւ մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարեւոր եմ համարում։ Տարածքային պաշտպանության համակարգը մենք բոլորովին ըստ էության 0-ից նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է։ Ես ուզում եմ անդրադառնամ այն փոփոխություններին, որոնք ինձ համար, այսպես ասած, ամենասիրելի փոփոխություններից մեկը մեր բանակում այդ պաշտպան հայրենիաց ծրագիրն է։ Եվ գիտեք ինչի համար։ Որտեւ ես նայում եմ այսօր, գիտեք, որ նաև մեր կրթական համակարգի մասնագիտական կողմնորոշման հատվածի թույլ լինելու բերումով շատ դեպքում մեր շրջանավարտները դպրոցի շփոթվում են ուղղակի կյանքում, չգիտեն ինչ անեն եւ մի հսկայական մասը ուղղակի այդպես էլ կյանքում իրեն չի գտնում։ Պաշտպան հայրենիաց ծրագիրը հոյակապ շանս է մեր երիտասարդության համար, որ իրանք մասնագիտական կողմնորոշում ունենան նաև հոգուտ զինվորական ծառայության։ Որտեղ մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամած մոտեցնենք զինծառայությանը եւ ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր մեր 19 տարեկան զինծառայողը բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրանց տուն 500,000-600,000 դրամ են տանում եւ մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրանց տանը, իրանց ծնողների հետ։ Այդ մարդիկ մեքենա են առնում, այդ մարդիկ տուն են առնում, այդ մարդիկ ամուսնանում են, հա, այդ մի ժամանակ, պարոն Ասելյան, կհիշեք, այդ ժամանակ խոսակցություններ կար մի ժամանակ, ես այս շենքում լսել եմ, որ ասում էին, բանին, սպաներին աղջիկ չեն տալիս, ամենակարևոր մի քանի պատճառներով, որտեղ սոցիալական անապահովության ռիսկը ամենևին երկրորդական չէ, դրան գումարում էր նաև ծառայության բնույթի ռիսկը եւ սրանով շատ իրավիճակ էր լուծվում։ Եվ սա շատ սիրելի փոփոխություն է ինձ համար եւ ուրախ եմ, որ մենք այս փոփոխությունը արել ենք։ Այսօր ժամկետային զինծառայողը պաշտպան հայրենիացը ճիշտ է պայմանագրային է, բայց համարում եմ ինքը ժամկետային զինծառայողը։ Ժամկետային զինծառայողը իր տուն երբեմն այնքան գումար է մտցնում, կան շատ այդպիսիները համոզված են, որ այդ տունը վերջին 20 տարում, վերջին 30 տարում միանվագ ամիսը 500,000 դրամ չի մտել։ Եվ սա փաստ է, կայացած փաստ է։ Եվ ես նաև սրա համար եմ ուզում ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնեմ։ Այո, կառավարության դերը շատ կարևոր է։ Նախարարի դերը այս դեպքում շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որ հասկանում եք, շատ կարևոր է, որ ներսում կա ընկալում, գործի գիտակցում, թե ինչ ենք անում մենք, ինչի համար ենք անում, սա ամենակարևոր բանն է, որտեղ դուք բոլորդ գիտեք, համակարգային դիմադրությունը ամենադաժան բանն է, որը երբեմն հնարավոր չի լինում հաղթահարել, բայց այն, որ այս ամեն ինչը տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծեմ, սա ձեր բոլորի, մեր բոլորի համատեղ ջանքի արդյունք է, եւ ես ուզում եմ, որ մենք սա գնահատենք, սա շատ կարևոր է, սա շատ բարձր արժեք ունի։ Թվայնացման մասին չխոսեմ, հաջորդը կադրային առաջընթացի մեր բանաձևերը։ Մենք այսօր ընդհուպ մոտենում ենք, չեմ ասում արդեն մոտեցել ենք, ընդհուպ մոտենում ենք այն վիճակին, որ կադրային առաջընթացը կախված է միայն անձի աշխատանքի եւ ծառայության որակի հետ։ Տեսեք, չեմ ասում, արդեն հասել ենք այդտեղ, ասում եմ, ընդհուպ մոտենում ենք այդտեղ։ Եվ սա հաջորդ շատ կարևոր մի առանձնահատկությունն է, եւ այս ուղղություններով մեր աշխատանքը պետք է շարունակենք։ Բայց մի երկու կարևոր բան կա, որ էլի պարտադիր պետք է ասել։ Տեսեք, այս պարազինության թեմաների հետ կապված ես հրապարակային ասել եմ, որ շատ խոսում եմ, պետական պարտքը ավելացավ, էսեղավ, ես արդեն ասել եմ, որ պետական պարտքի սովորական կորագծից դուրս որևէ ավելացում ինչ որ եղել է, երկու բանի հետ է կապված։ Առաջինը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման միջազգային պայմանագրերի եւ երկրորդը Ղարաբաղի մեր ժողովրդի կարիքները հասցեագրելու համար։
որովհետև երկուսն էլ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որ մեծ ծախս է պետք անել, որպեսզի մեր խնդիրները կարողանանք լուծել։ Եվ այս առումով, երբ որ առաջ անգամ այդ ասցի, սենց մի հատ բան է, կոնտեքստ կա, ինձ ասում են Հայաստանի ժողովրդին, այս կառավարությունը ասում են, բանը Ղարաբաղցիներին չի սիրում, ու սենց ասում է ժողովրդին ուզում է տրամադրի Ղարաբաղցիների դեմ։ Ես հազար ներողություն եմ խնդրում այս թեմային անդրադառնալու, բայց եկեք մի հատ նայենք զինված ուժերի հրամկազմին։ Եվ սա արտահայտում է, այսինքն սա ես ինչի համար եմ ասում։ Նախ ես համարում եմ, որ ընդհանրապես մենք այդ տեղային տրամաբանությունից պետքա դուրս գանք, ասենք, որ ես իջևանցի եմ ինչ, եւ որ գլխավոր շտաբի պետ ա եղել, որը իջևանցի է ինչ, որ մեր թաղից ա եղել ինչ։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ ես շատ բարձր եմ գնահատում մեր բոլոր գործընկերների ներդրումը։ Այստեղ ես զգում եմ, ես այսօր ասում եմ, առաջ անգամ զգում եմ, որ համախոհների թիմ է ձևավորված։ Համախոհ ոչ թե քաղաքական առումով, համախոհ պետական առումով, թե մենք ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում։ Եվ ես ուզում եմ, որ մենք սա ընդգծենք եւ այս տրամաբանությունը միանշանակ պետք է մենք շարունակենք։ Բայց կա նաեւ մի հանգամանք, որը մեր իրականության մեջ էլի շատ քննարկումների տեղիք է տվել, երբ որ ես ասել եմ, որ մենք մեր 18 տարեկան զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում։ Ասում ենք 18 տարեկան զինվոր, դե գնա խրամատում, տես ինչ ես անում, մենք մեր գործերով դու տես Կոսպայի հրամանատարի հետ տես ինչ ես անում, մենք կարևոր գործեր ունենք։ Մենք կգովանք, կենացդ կխմենք, Աստված չանի եւ այլն։ Եվ այդտեղից եկավ են գիտակցությունը, որ չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա։ Եվ մեզ անվտանգության էլի D30-ից ոչ D30, մեզ ընկալման փոփոխություն է պետք։ Եվ մենք խնդիր դրեցինք, որ բանակը անվտանգության ապահովման առաջին մեխանիզմից իրան բանակի դիմաց նոր բուֆերներ ավելացնենք, որ բանակը առաջին էշելոնը չլինի անվտանգության։ Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք, բայց հիմա հարց տալիս մենք ինչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց։ Առաջին շարակարգը դա լեգիտիմությունն է, հարգելի գործընկերներ։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը, որովհետև ուրիշ բան է, երբ որ պետությունը եւ բանակը իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա, էլի եմ ասում, ոչ թե էմոցիոնալ, ոչ թե այլ միջազգային լեգիտիմության վրա, դա ուրիշ վիճակ է։ Երբ որ բանակը հիմնված չի միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին ուրիշ վիճակ է։ Ես այսօր իմ ուղերձում նշել էի, մենք այսօր սպառազինության մասին խոսում ենք, բայց հարց չի տալիս, բա ինչի է կառավարություն ես, որ հիմա սենց ձեռքբերումներ ունի եւ ի ցույց է դնում, ինչի է նույն սպառազինության ձեռքբերումները չի արել 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին։ Ինչ չեն կարել մի պատճառով։ Ուզեցել ենք, բայց չեն կարողացել։ Որտեղ միջազգային գործընկերները մեզ ասել են, շատ միջազգային գործընկերներ մեզ ասել են, մենք չենք կարող ձեզ զենք վաճառել, կներեք, որտեղ մենք վստահ չենք, որ դուք մեզնից ձեռք բերած զենքը կիրառելու եք կամ տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։ Մեծ հայտնի հանգամանքների բերումով։ Միակ մեր զենքի աղբյուրը, միակ առանձին բացառություններ եղել են, շատ փոքր առանձին բացառություններ։ Եղել է հապկի տարածաշրջանը, այն էլ մեր իմացած D30-ների եւ ոչ միայն D30-ների տրամաբանության մեջ, ես ուզում եմ մենք սա առերես մենք էս փաստի հետ, որ նախորդ շրջանում մենք գործարանային արտադրության զենքի շատ քիչ մատակարարում ենք ունեցել։ Բայց 2022 թվականի դրությամբ մենք նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ ունենք փոխանցած պայմանագրերով, զենքի մեր մատակարարումները չեր արվում։